երկու հարցանք որ մեծ մտնեք էլի։ Նախ ուզում եմ Իրանի գազի մատակարարման մասին խոսեք, ինչ պայմանավորվածություն է եղել, երբ հնարավոր գազը ավելացել մատակարարումը, որովհետև կարծեք թե հնարավորինս շուտ է նշվում հաղորդակցության մեջ կան հստակ ժամկետներ։ Մենք նախ հանդիպման ժամանակ ֆիքսել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունն էլ ունի գազի կարիք։ Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը իրականացնում ենք եւ ակնհայտ է, որ մեր առկա հնարավորությունները ավելի շատ են այդ ծրագիրը իրականացնելու մասով։ Նկատի ունեմ խողովակի թողունակությունն է օրինակ ավելի շատ եւ 400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել եւ հետեւաբար այդ գործարքի ընդլայնման հնարավորություն, այսինքն ավել ծավալով գազ եւ ավել ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու եւ ընդունելու հնարավորություն ունենք։ Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել, որը մանրամասները ներառյալ ժամկետները կքննի։ Հնարավոր է ռուսական գազին փոխարինող եք փնտրում իրանական գազը։ Սահմանափակումներ կա, խնդիրներ ունեք։ Ոչ։ Այդ դեպքում ինչու հիմա առաջացավ այդ մտահոգությունը կամ այդ կարիքը գազի։ Մտահոգություն չկա, կա աշխատանքային process, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ առանց դադարի, տարին 12 ամիս գրաֆիկով այս գործարքը իրականացել են։ Այնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է եւ հիմա էլ արձանագրել ենք, որ ելի կա հնարավորություն ծրագրի շրջանական ընդլայնել, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր այս հարցը քննարկել իրար։